Երբ Կահիրեի ոստիկանությունը մտավ Գոհար Գասպարյանի փայլուն առանձնատան մեջ 1948 թվականի հոկտեմբերին, նրանք գտան մի փաթեթ կարմիր թելով կապված, որի վրա գրված էր «Չբացել մինչ իմ մահը»։ Այդ նամակները 30 տարի թաքցվեցին ընտանիքի կողմից, քանի որ դրանք ոչնչացնում էին պաշտոնական տարբերակը մեծ հայրենադարձության մասին։ Այդ էջերում արելքի սոփի Լորենի ձայնը հնչում էր այլ կերպ, քան բեմում, նա լաց էր լինում, աղաղակում էր անվանում իր կործանողի անունը։ Բայց ամենասարսափելին այն էր, որ վերջին նամակը գրված էր ոչ թե արաբերենով կամ հայերենով, այլ ռուսերենով, դողացող ձեռքով, այնտեղ կային միայն 3 բառ՝ նրանք գալիս են։ Ո՞վ էր գալիս։ Ինչու էր Կահիրեի թագուհին, որը երգում էր թագավորների համար, գիշերները արթնանում սառած քրտինքով նայում դեպի դուռը։ Ինչպես հայտնվեց այս փաթեթը ոստիկանության ձեռքում, ինչու են դեռս որոշ էջեր բացակայում։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր 30 տարի պահպանեցին այս սարսափելի գաղտնիքը, ինչու են նրանք այժմ պատրաստ խոսել։ 1947 թվականի ամռանը, երբ Կահիրեի փողոցներում տապը հասնում էր 45 աստիճանի, Գոհար Գասպարյանը կանգնած էր իր առանձնատան պատշգամբում կարդում էր նամակ, որը փոխեց նրա ողջ կյանքը։ Նամակը եկել էր Երանից, այն ստորագրված էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անունից։ Գրագետ ռուսերենով, պաշտոնական լեզվով, բայց անսովոր ջերմությամբ, նամակում նկարագրվում էր, թե ինչպես խորհրդային Հայաստանը սպասում է իր ցրված զավակներին, բաց բազուկներով, ինչպես Մայր Հայաստանը կառուցում է նոր դրախտ լեռների միջ, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է ապրել արժանապատվությամբ, առանց խտրականության, առանց վախի։ Նամակում խոստացվում էին բնակարաններ, աշխատանք, դպրոցներ երեխաների համար, ամենակարևորը՝ հնարավորություն վերադառնալ հայրենի հող, որտեղ հայերենը չէր լինի օտար լեզու, այլ պետական։ Գոհարը կարդաց այդ տողերը մեկ անգամ, երկու անգամ, 3 անգամ, յուրաքանչյուր անգամ նրա սիրտը ավելի արագ էր զարկում։ Նա նայեց դեպի Կահիրեի փողոցները, որտեղ նա էր թագուհին, որտեղ նրան ճանաչում էին բոլորը, որտեղ նրա անունը փայլում էր թատրոնների վրա։ Բայց նա հիշեց, թե ինչպես արաբ տղամարդիկ նայում էին նրան փողոցում, ինչպես նրան անվանում էին հայուհի այնպիսի տոնով, որը ոչ միշտ էր հարգալից, ինչպես նրա երեխաները հարցնում էին ինչու։ Նրանք տարբեր են մյուսներից։ Բայց այն, ինչ Գոհարը չգիտեր, ինչ չէր գրված այդ գեղեցիկ նամակում, այն էր, որ Մոսկվայում, Կրեմլի խորը սենյակներից մեկում, Իոսի Ստալինը ստորագրել էր գաղտնի հրաման, որը կոչվում էր օպերացիա Հայրենադարձություն։ Այդ փաստաթուղթը, որը դասակարգված էր որպես խիստ գաղտնի, որը չհրապարակվեց մինչ 1992 թվականը, պարունակում էր ցուցումներ, ինչպես օգտագործել հայերի ազգային զգացմունքները նրանց վերադարձնելու համար Խորհրդային Միություն, որտեղ նրանք կդառնային հեշտ վերահսկելի, կմեկուսացվեին արտաքին աշխարհից, անհրաժեշտության դեպքում կարող էին արագ ձերբակալվել որպես օտարերկրյա գործակալներ։ Փաստաթղթում հստակ գրված էր առաջնահերթություն տալը մտավորականներին, արտիստներին, հարուստներին, քանի որ նրանք ունեին ազդեցություն, կարող էին համոզել ուրիշներին հետել իրենց օրինակին։ Ստալինը գիտեր, որ եթե Գոհար Գասպարյանը, արելքի աստղը, վերադառնար Հայաստան, հազարավոր ուրիշներ կհետեին նրան։ Դա էր ծուղակը, փայլուն, գայթակղիչ, մահացու։ Գոհարի ամուսինը, Արամը, մի հարուստ արտրական, ով ուներ բամբակի բիզնես Եգիպտոսում, սկզբում դեմ էր վերադարձին։ Նա նստած էր իրենց հյուրասենյակում, որը զարդարված էր պարսկական գորգերով վենետիկյան հայելիներով, փորձում էր բացատրել իր կնոջը, որ Խորհրդային Միությունը չէր այն դրախտը, որը նկարագրվում էր նամակներում։ Գոհար, ես լսել եմ պատմություններ, ասում էր նա, իր ձայնը ցածր անհանգիստ։ Մարդիկ, ովքեր գնացել են, չեն վերադառնում։ Նամակները դադարում են գալ։ Ինչ որ բան սխալ է այնտեղ։ Բայց Գոհարը չէր լսում։ Նա տեսնում էր միայն երազանքը, իր երեխաները խոսում են հայերեն առանց ակցենտի, ինքը երգում է հայկական թատրոններում, ոչ թե որպես օտարուհի, այլ որպես դուստր, որը վերադարձել է տուն։ Նա հիշում էր իր մանկությունը Սմիրնիայում, նախքան Մեծ Եղեռնը, երբ նրա ընտանիքը փախել էր Թուրքիայից արյունոտ ճանապարհներով։ Նա հիշում էր իր մոր աղոթքները՝ մի օր տեսնել Արարատը։ Այժմ այդ հնարավորությունը գալիս էր նրա մոտ ոսկե ափսեում, նա չէր կարող մերժել այն։ Բայց Արամը տեսնում էր ուրիշ բան։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա կնոջ աչքերում վառվում էր մի կրակ, որը նա չէր կարող մարել, նա վախենում էր, որ այդ կրակը կայրի նրանց բոլորին։ 1948 թվականի փետրվարի սառը առավոտյան Գոհար Գասպարյանը, նրա ամուսինը 3 երեխաները բարձրացան Պոբեդա նավի վրա Ալեքսանդրիայի նավահանգստում։ Նավը լի էր հայ ընտանիքներով, ավելի քան 500 մարդ, ովքեր բոլորը հավատացել էին նույն խոստումներին։
Նավահանգստում հավաքված էին հարյուրավոր մարդիկ, հրաժեշտ տալու համար Գոհարը կանգնած էր նավի գավազանի վրա, ձեռքը թափահարելով, նրա աչքերը լի արցունքներով, բայց դեռ լի հույսով։ Նա չգիտեր, որ նավի ներքում բեռնարկղերի մեջ թաքնված էին երկու ՆԿՎԴ սպաներ, ովքեր ունեին ցուցակ, յուրաքանչյուր ուղորի անունով, որ այդ ցուցակում Գոհարի անունը նշված էր կարմիր մատիտով, հատուկ վերահսկողության ներքո։ Նավը դանդաղ հեռացավ ափից, Եգիպտոսի ափերը սկսեցին անհետանալ հորիզոնում։ Գոհարը կանգնած էր նայում էր դեպի այն երկիրը, որտեղ նա եղել էր աստղ, չգիտեր, որ երբեք այլս չէր տեսնի այդ ափերը։ Նավի ճանապարհորդությունը տեց 14 օր, անցնելով ծովով, յուրաքանչյուր օր Գոհարը կանգնում էր գավազանի վրա երգում հայկական երգեր ուղորների համար։ Նրա ձայնը տարածվում էր ծովի վրայով, մարդիկ լաց էին լինում, հուզմունքից հույսից։ Բայց երբ նավը մոտեցավ Բաթումիի նավահանգստին, Գոհարը նկատեց ինչ-որ բան, որը սառեցրեց նրա արյունը։ Նավահանգստում չկային ծաղիկներ, չկային ողջույնի պաստառներ, չկային ժպիտներ։ Փոխարենը նա տեսավ շարք կանգնած զինվորների, ավտոմատներով, մի խումբ մարդկանց մոխրագույն հագուստներով, ովքեր ունեին տախտակներ, անուններով։ Երբ նավը կանգ առավ, սանդուղքը իջեցվեց, առաջին բանը, որ Գոհարը լսեց, չէր բարի գալուստ տուն, այլ փաստաթղթերը պատրաստ պահեք ստուգման համար։ Բաթումի նավահանգստում Գոհար Գասպարյանին նրա ընտանիքին առանձնացրին, մյուս ուղորներից տարան առանձին սենյակ, հատուկ ռեգիստրացիայի համար։ Սենյակը սառն էր, պատերը մերկ, միակ կահույքը երկու աթոռ մի սեղան էր, որի վրա դրված էր մի հաստ թղթապանակ։ 3 ժամ նրանք սպասեցին, մինչ մտավ մի տղամարդ ՆԿՎԴ-ի համազգեստով, ով ներկայացավ որպես ընկեր Պետրովսկի։ Նա բացեց թղթապանակը, սկսեց հարցեր տալ, ոչ թե Հայաստանի մասին, այլ Եգիպտոսի մասին։ Ում հետ էր Գոհարը շփվում Կահիրեում։ Արդյոք նա ունեցել է կապեր բրիտանական կամ ամերիկյան դիվանագետների հետ։ Ինչու՞։ Նա երգում էր արաբերեն, արդյոք դա չէր նշանակում, որ նա օտարացել է ազգային արմատներից։ Գոհարը նստած է շշմած, չհասկանալով, թե ինչու նրան հարցաքննում են, կարծես նա հանցագործ է, ոչ թե վերադարձող դուստր։ Արամը փորձեց բողոքել, բայց Պետրովսկին միայն սառը նայեց նրան, ասաց. «Խորհրդային Միությունում մենք պաշտպանում ենք մեր սահմանները օտար ազդեցություններից։ Դուք եկել եք կապիտալիստական երկրից, մենք պետք է համոզվենք, որ դուք չեք բերել թույն ձեզ հետ»։ Այդ բառերը թույն կախվեցին օդում, Գոհարը հասկացավ, որ ինչ-որ բան սարսափելի սխալ էր գնացել։ Երբ վերջապես նրանց թույլ տվեցին հեռանալ, նրանց ասացին, որ նրանք չեն կարող անմիջապես գնալ Երան, այլ պետք է սպասեն հատուկ թույլտվության։ Նրանց տեղավորեցին մի փոքրիկ հյուրանոցում Բաթումիում, որտեղ պատուհանները ունեին ցանցեր, դուռը գիշերները կողպվում էր դրսից։ Գոհարը նստեց իր երեխաների հետ փոքրիկ սենյակում, որը հոտ էր տալիս խոնավությամբ քարաթթվով, առաջին անգամ սկսեց հասկանալ, որ նրանք չէին եկել դրախտ, այլ բանդ։ 3 շաբաթ անց, երբ վերջապես եկավ թույլտվությունը, Գոհարին նրա ընտանիքին տեղափոխեցին Երան, ոչ թե անձնական մեքենայով, ինչպես խոստացվել էր նամակներում, այլ բեռնատար մեքենայով, որտեղ նրանք նստած էին փայտե նստարանների վրա, մյուս 15 ընտանիքների հետ։ Ճանապարհորդությունը տեց 2 օր, երբ նրանք վերջապես հասան Երան, արը մայր էր մտնում, քաղաքը թվում էր մութ ու սառը։ Նրանց տարան ոչ թե առանձնատուն, ինչպես խոստացվել էր, այլ կոմունալ բնակարան հին շենքում կենտրոն թաղամասում, որտեղ նրանք ստացան մեկ սենյակ, 15 քառակուսի մետր, որը պետք է բաժանեին 5 հոգու համար։ Սենյակում կար մեկ պատուհան, որը նայում էր դեպի ներքին բակ, որտեղ աղբամաններն ավելի բարձր էին, քան երեխաները։ Խոհանոցը ընդհանուր էր, 7 ընտանիքի համար, զուգարանը գտնվում էր միջանցքում, միշտ զբաղված, միշտ կեղտոտ։ Գոհարը կանգնած էր այդ սենյակի մեջ, նայում էր դեպի մերկ պատերը, դեպի ճաքած առաստաղը, դեպի մեկ էլեկտրական լամպը, որը կախված էր մի լարից, չէր կարող հավատալ, որ սա էր այն նոր կյանքը, որի մասին նրան խոստացել էին։ Նրա երեխաները սկսեցին լալ, Արամը նստեց գետնին, գլուխը ձեռքերի մեջ, առաջին անգամ Գոհարը տեսավ, որ նրա ամուսինը կոտրված էր։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Երեկոյան, երբ նրանք փորձում էին տեղավորվել, դուռը բացվեց առանց թակելու, մտավ նույն Պետրովսկին, այժմ ուղեկցվելով 2 այլ սպաների կողմից։ Նա նայեց Գոհարին, ասաց. «Ընկերուհի Գասպարյան, վաղը առավոտյան ժամը 9 դուք պետք է ներկայանաք ՆԿՎԴ-ի գրասենյակ, լրացուցիչ հարցաքննման համար։ Մի ուշացեք»։ Այդ բառերը, լրացուցիչ հարցաքննումը, հնչեցին որպես մահավճիռ, երբ դուռը փակվեց, Գոհարը հասկացավ, որ նրանք ընկել էին ծուղակի մեջ, որից ելք չկար։ Գիշերը Գոհարը չքնեց։
Նա նստած էր պատուհանի մոտ, նայում էր դեպի Երանի մութ փողոցները, փորձում էր հասկանալ, թե ինչպես էր սա տեղի ունեցել։ Ինչպես էր նա, արելքի աստղը, որը երգել էր թագավորների համար, հայտնվել այս սառը, խոնավ սենյակում, սպասելով հարցաքննման, կարծես նա լրտես էր։ Նա հիշեց այն նամակները, այն գեղեցիկ խոստումները, հասկացավ, որ դրանք բոլորը եղել են սուտ, մանրակրկիտ հյուսված ցանց, որը նախատեսված էր բռնելու նրան հազարավոր ուրիշներին։ Նա հիշեց Արամի նախազգուշացումները, այժմ չափազանց ուշ, նա հասկացավ, որ նրա ամուսինը ճիշտ էր։ Բայց ինչու՞։ Նրանք ուզում էին նրան։ Ինչ էր նրանց անհրաժեշտ նրանից։ Արդյոք նրանք ուզում էին, որ նա երգի նրանց քարոզչական երգերը, թե՞ ուզում էին ինչ-որ այլ բան։ Երբ արշալույսը սկսեց բացվել, Գոհարը տեսավ իր արտացոլանքը պատուհանի ապակում, մի կին, որը 10 օրում ծերացել էր 10 տարով, որի աչքերը կորցրել էին իրենց փայլը, որի ձեռքերը դողում էին անվերահսկելիորեն։ Նա հասկացավ, որ այն կինը, որը եղել էր Գոհար Գասպարյանը, Կահիրեի թագուհին, մեռել էր Բաթումի նավահանգստում, այն, ինչ մնացել էր, միայն ուրվական էր, որը պետք է սովորեր ապրել ստվերների մեջ, եթե ուզում էր գոյատել։ Բայց նույնիսկ այդ մութ պահին, նրա ներսում դեռ վառվում էր մի փոքրիկ կրակ, ոչ թե հույսի, այլ զայրույթի։ Նրանք խաբել էին նրան, նրանք գողացել էին նրա կյանքը, բայց նա չէր տալու նրանց իր ոգին։ Ինչպես նա պայքարելու էր։ Ինչպես նա պաշտպանելու էր իր երեխաներին այս սառը, անողորմ համակարգից։ Եվ ամենակարևորը, արդյոք նա երբեք կարողանար փախչել այս ծուղակից, թե՞ դա արդեն ուշ էր։ Երբ Գոհար Գասպարյանը մտավ ՆԿՎԴ-ի շենքը Երանի կենտրոնում, նրա ուշադրությունը գրավեց մի փոքրիկ մանրամասնություն, որը սառեցրեց նրա արյունը։ Սպասասենյակի պատին կախված էր ցուցակ, մեքենագրված, բայց որոշ անուններ ընդգծված էին կարմիր մատիտով։ Գոհարը հասցրեց տեսնել իր անունը, ոչ թե ցուցակի վերջում, այլ առաջին տասնյակում, կողքին փոքրիկ նշում կատեգորիա A. Արտասահմանյան կապեր։ Մշտական դիտարկում։ Այդ պահին նա հասկացավ, որ նրան բերել էին Հայաստան ոչ թե որպես վերադարձող դուստր, այլ որպես գործիք, որը կարող էր օգտագործվել կամ ոչնչացվել, կախված անհրաժեշտությունից։ Երբ նրան կանչեցին ներս, հարցաքննողը, մի կարճահասակ տղամարդ, ոչխարի աչքերով ծխախոտի հոտով, դրեց նրա առջ մի հաստ թղթապանակ, ասաց. «Մենք ամեն ինչ գիտենք ձեր մասին, ընկերուհի Գասպարյան։ Յուրաքանչյուր ընթրիք բրիտանական դեսպանատանը, յուրաքանչյուր հանդիպում ամերիկյան լրագրողների հետ, յուրաքանչյուր երգ, որը դուք կատարել եք օտար լեզուներով»։ Նա բացեց թղթապանակը, Գոհարը տեսավ լուսանկարներ, իրենից Կահիրեում, որոնք արված էին այնպիսի անկյուններից, որ պարզ էր դառնում, նրան հետել էին տարիներ շարունակ, նախքան նա որոշեր վերադառնալ։ Ինչպես էր սա հնարավոր։ Ո՞վ էր լուսանկարել նրան այդ ընթրիքներում, այդ համերգներում, այդ անձնական պահերում։ Եվ ամենասարսափելին, եթե նրանք ունեին այս ամենը, ապա ինչ էին նրանք պլանավորում անել դրա հետ։ Հարցաքննումը տևեց 6 ժամ, առանց ընդմիջման, առանց ջրի, առանց թույլտվության զուգարան գնալու։ Նրանք հարցրին Գոհարին յուրաքանչյուր մարդու մասին, ում հետ նա երբեք խոսել էր Կահիրեում, սկսած նրա դերձակից մինչ թատրոնի տնօրենը։ Նրանք ուզում էին իմանալ, թե ինչ էին քննարկում բրիտանական դիպլոմատները, երբ նրանք գալիս էին նրա համերգներին, արդյոք ամերիկյան լրագրողները երբեք առաջարկել են նրան գումար, տեղեկություններ փոխանցելու համար, արդյոք նա երբեք հանդիպել է թուրք լրտեսների հետ։ Գոհարը նստած էր շշմած, չհասկանալով, թե ինչպես կարող էին նրա անմեղ հանդիպումները մասնագիտական կապերը վերածվել լրտեսական ցանցի։ Նա փորձեց բացատրել, որ նա պարզապես երգչուհի էր, որ նրա աշխատանքը պահանջում էր շփվել տարբեր մարդկանց հետ, բայց հարցաքննողը միայն ծիծաղեց, սառը, անհոգի ծիծաղ, ասաց. «Ընկերուհի Գասպարյան, Խորհրդային Միությունում չկա պարզապես երգչուհի։ Կա կամ նվիրված քաղաքացի, կամ ժողովրդի թշնամի։ Դուք որո՞նն եք ուզում լինել»։ Այդ հարցը կախված մնաց օդում, Գոհարը հասկացավ, որ ինչ էլ որ նա պատասխաներ, դա կօգտագործվեր նրա դեմ։ Երբ վերջապես նրան թույլ տվեցին հեռանալ, արդեն մութ էր, նա քայլեց դեպի տուն, դողացող ոտքերով, զգալով, որ յուրաքանչյուր անցորդ, յուրաքանչյուր պատուհանից նայող մարդ կարող էր լինել հետող։ Նա մտավ իրենց կոմունալ բնակարանը, Արամը տեսավ նրա դեմքը, մոխրագույն, աչքերը դատարկ, հասկացավ, որ նրանց կյանքը այլևս երբեք չէր լինի նույնը։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ Երեկոյան, երբ նրանք փորձում էին պառկել քնելու, նրանք լսեցին ձայներ միջանցքում, ծանր կոշիկների ձայն, դռների բացվելու ձայն, կանանց լացի ձայն։ Գոհարը վեր կացավ, նայեց դռան ճեղքից։ Նա տեսավ, թե ինչպես ՆԿՎԴ-ի սպաները տանում էին նրանց հարանին, մի տղամարդու, որը նույնպես վերադարձել էր Լիբանանից միայն 2 ամիս առաջ։
Տղամարդը աղաղակում էր, որ նա անմեղ է, որ նա միայն ուզում էր ապրել իր հայրենիքում, բայց սպաները քարշ էին տալիս նրան դեպի ներք, նրա կինը փորձում էր բռնել նրա ձեռքը, բայց մի սպան հրում էր նրան հետ։ Գոհարը փակեց աչքերը, բայց չէր կարող փակել ականջները։ Նա լսեց, թե ինչպես տղամարդու աղաղակը հեռանում էր, հետո լռություն, սարսափելի լռություն։ Նա վերադարձավ անկողին, բայց չէր կարող քնել։ Նա պառկած էր մութում, մտածում էր, երբ էր գալու նրանց հերթը, արդյոք նրա երեխաները կլսեին, երբ նրան տանեին։ Հաջորդ օրերին Գոհարը սկսեց նկատել, որ նրանց հետում են։ Ամեն անգամ, երբ նա դուրս էր գալիս փողոց, նա տեսնում էր նույն տղամարդուն, մոխրագույն վերարկուով, որը կանգնում էր անկյունում կարդում էր թերթ, բայց երբեք չէր շրջում էջերը։ Երբ նա գնում էր շուկա, նույն տղամարդը հայտնվում էր այնտեղ, 20 քայլ հեռու, կարծես պատահականորեն։ Երբ նա տանում էր երեխաներին դպրոց, նա տեսնում էր նրան կանգնած դիմացի փողոցում։ Սկզբում Գոհարը մտածեց, որ սա պարանոյա է, որ նա պարզապես վախենում է, բայց հետո նա սկսեց փորձարկել։ Նա կանգ առավ մի խանութի առջ, սպասեց։ Տղամարդը նույնպես կանգ առավ։ Նա հանկարծ փոխեց ուղղությունը։ Տղամարդը հետեց։ Նա մտավ մի շենք, սպասեց ներսում։ Երբ նա դուրս եկավ, տղամարդը դեռ այնտեղ էր։ Այդ պահին Գոհարը հասկացավ, որ սա ոչ թե պարանոյա էր, այլ իրականություն։ Նրանք հետում էին նրան ամեն վայրում, ամեն ժամ, նա չէր կարող անել ոչինչ դրա դեմ։ Նա փորձեց խոսել Արամի հետ, բայց նրա ամուսինը միայն ասաց՝ մի խոսիր բարձր։ Պատերը ականջ ունեն։ Եվ իրոք, Գոհարը սկսեց նկատել, որ նրանց հարանները, այն 7 ընտանիքները, որոնց հետ նրանք բաժանում էին բնակարանը, խուսափում էին նրանցից։ Նրանք չէին բարում, չէին նայում աչքերի մեջ, շտապում էին անցնել, երբ տեսնում էին նրանց միջանցքում։ Մի օր Գոհարը բռնեց մի հարանուհու, ծեր կնոջ, որը ապրում էր նրանց դռան կողքին, հարցրեց. «Ինչու եք խուսափում մեզնից։ Մենք ինչ-որ բան սխալ ենք արել»։ Ծերուհին նայեց նրան, աչքերը լի ողորմությամբ վախով, շշուկով ասաց. «Դուք նշված եք։ Ով խոսում է ձեզ հետ, նա նշվում է։ Ներեցեք, բայց ես ունեմ թոռներ»։ Եվ նա արագ փակեց դուռը։ Գոհարը կանգնած էր միջանցքում, զգալով, թե ինչպես է նրա շուրջը փակվում անտեսանելի բանտը, առանց ցանցերի, առանց կողպեքների, բայց ավելի ամուր, քան ցանկացած երկաթե դուռ։ Նրանք դարձել էին անձեր, մարդիկ, որոնցից բոլորը վախենում էին, այդ մեկուսացումը սկսում էր խեղդել նրանց ավելի արագ, քան ցանկացած ֆիզիկական բանտ։ Բայց ինչու՞։ Նրանք անում էին սա։ Ինչ էին նրանք ուզում Գոհարից, ինչու՞։ Նրանք չէին պարզապես ձերբակալում նրան, եթե նա իրոք թշնամի էր։ Պատասխանը եկավ 2 շաբաթ անց, անսպասելի սարսափելի ձով։ Գոհարին կանչեցին Երանի օպերայի բալետի թատրոն, հանդիպման համար։ Երբ նա մտավ տնօրենի գրասենյակը, նա տեսավ 3 մարդկանց, թատրոնի տնօրենը, մի տղամարդ, կուսակցական կարմիր գրքույկով, նույն Պետրովսկին, ՆԿՎԴ-ից։ Նրանք առաջարկեցին նրան նստել, տնօրենը սկսեց խոսել քաղցր ձայնով, որը չէր համապատասխանում նրա սառը աչքերին։ Ընկերուհի Գասպարյան, մենք լսել ենք ձեր հրաշալի ձայնի մասին։ Խորհրդային Հայաստանը կարիք ունի այնպիսի տաղանդավոր արտիստների, ինչպիսին դուք եք։ Մենք ուզում ենք առաջարկել ձեզ հատուկ դեր նոր օպերայում, որը նվիրված է մեծ հայրենական պատերազմի հերոսներին։ Գոհարը նայեց նրան, փորձելով հասկանալ, թե ինչու այս առաջարկը հնչում էր ավելի շատ որպես հրաման, քան հրավեր։ Կուսակցականը շարունակեց. «Իհարկե, դուք պետք է հասկանաք, որ խորհրդային արվեստը տարբերվում է բուրժուական արվեստից։ Այստեղ մենք չենք երգում անհատական փառքի համար, այլ ժողովրդի համար, կուսակցության համար, Ստալին ընկերոջ համար»։ Այդ պահին Պետրովսկին միացավ, եւ իհարկե, ընկերուհի Գասպարյան, մենք ակնկալում ենք, որ դուք կլինեք օրինակ մյուս վերադարձողների համար։ Դուք պետք է ցույց տաք, որ Խորհրդային Միությունը իրոք դրախտ է նրանց համար, ովքեր նվիրված են։ Դուք պետք է խոսեք հանրային միջոցառումներում, պետք է տաք հարցազրույցներ, պետք է գրեք նամակներ ձեր ընկերներին Եգիպտոսում, հրավիրեք նրանց նույնպես գալ։ Գոհարը նստած էր լսում, յուրաքանչյուր բառով ավելի ու ավելի հասկանում էր ծուղակի իրական բնույթը։ Նրանք ուզում էին օգտագործել նրան որպես քարոզչական գործիք, ապրող ապացույց, որ ներգաղթը հաջողություն էր, որ վերադարձողները երջանիկ էին, որ խորհրդային Հայաստանը իրոք էդեմ էր։ Եվ եթե նա հրաժարվեր, ապա… Պետրովսկին չավարտեց նրա մտքերը, բայց… Նրա նայվածքը ասաց ամեն ինչ։ Գոհարը նայեց դեպի պատուհանը, որտեղ տեսավ Երանի փողոցները, լեռները հեռվում, մտածեց, արդյոք նա կարող էր դառնալ այն, ինչ նրանք ուզում էին, թե…
Պետք է պայքարեր, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Բայց երբ նա մտածեց իր երեխաների մասին, ովքեր սպասում էին տանը, նա հասկացավ, որ նա ընտրություն չուներ։ Նա պետք է խաղար նրանց խաղը, գոնե առայժմ, մինչ նա կգտներ ելք։ Նա շրջվեց դեպի նրանց ասաց, շատ հանգիստ, շատ վերահսկված, ես կանեմ այն, ինչ դուք ասում եք։ Բայց նրա ներսում, խորը ներսում, մի ձայն աղաղակում էր, սա դավաճանություն է։ Եվ նա գիտեր, որ այդ ձայնը երբեք չէր լռելու։ Գոհարի առաջին պաշտոնական համերգը տեղի ունեցավ 1948 թվականի ապրիլին, Երանի օպերայի թատրոնում, դահլիճը լի էր ոչ թե սովորական հանդիսատեսներով, այլ կուսակցական ղեկավարներով, ՆԿՎԴ սպաներով ընտրվածը, վերադարձողներով, ովքեր բերվել էին որպես վկաներ։ Գոհարը կանգնած էր բեմի ետում, նայում էր դեպի հայելին, չէր ճանաչում իր արտացոլանքը։ Նրան հագցրել էին ծանր, մութ կարմիր զգեստ, խորհրդային ոճով, որը ծածկում էր նրա ամբողջ մարմինը, նրա մազերը հավաքված էին խիստ ճարմանդի մեջ։ Նրա դեմքը սպիտակեցված էր, շրթունքները բաց կարմիր, նա նմանվում էր ավելի շատ տիկնիկի, քան ապրող կնոջ։ Բեմի վրա դրված էր հսկայական պաստառ Ստալինի դիմանկարով, Գոհարը գիտեր, որ նա պետք է երգեր այդ դիմանկարի ստվերում, կարծես աղոթելով մի աստծու։ Երբ վարագույրը բացվեց, լույսերը վառվեցին, Գոհարը զգաց, թե ինչպես է նրա կոկորդը սեղմվում, բայց նա ստիպեց իրեն շնորհել սկսել երգել։ Երգը կոչվում էր Մայր Հայաստան, այն պատմում էր մի աղջկա մասին, որը վերադարձել էր իր հայրենիք գտել էր երջանկություն։ Բառերը էին սուտ, մեղեդին է ստիպված, բայց Գոհարի ձայնը դեռ էր հրաշալի, հզոր, պարզ, հուզիչ։ Հանդիսատեսները նստած էին լռության մեջ, երբ նա ավարտեց, նրանք ոտքի ելան ծափահարեցին, ոչ թե սիրուց, այլ պարտականությունից։ Գոհարը կանգնած էր բեմի վրա, ժպտում էր, բայց նրա աչքերը դատարկ էին։ Նա տեսավ առաջին շարքում Պետրովսկիին, որը նույնպես ծափահարում էր, նրա դեմքի վրա էր գոհունակության արտահայտություն։ Համերգից հետո Գոհարին տարան ընդունելության, որտեղ կուսակցական ղեկավարները շրջապատեցին նրան, սկսեցին գովաբանել։ Դուք հրաշալի էիք, ընկերուհի Գասպարյան, ասաց մեկը։ Դուք ապացույց եք, որ խորհրդային Հայաստանը տուն է բոլոր հայերի համար, ասաց մյուսը։ Բայց Գոհարը լսում էր նրանց բառերը, կարծես նրանք գալիս էին հեռվից, կարծես նա լողում էր ջրի տակ։ Նա ժպտում էր, գլուխ էր շարժում, շնորհակալություն էր հայտնում, բայց նրա ներսում ինչ-որ բան մեռնում էր։ Երբ նա վերջապես վերադարձավ տուն ուշ գիշեր, նա մտավ իրենց փոքրիկ սենյակը, որտեղ Արամը երեխաները արդեն քնած էին, նա նստեց անկողնու եզրին, սկսեց լալ, անձայն, խորը, սարսափելի լաց։ Նա լաց էր լինում այն կնոջ համար, ով նա եղել էր, այն կյանքի համար, որը նա կորցրել էր, այն ապագայի համար, որը նա երբեք չէր ունենալու։ Բայց նույնիսկ այդ մութ պահին, նա գիտեր, որ նա պետք է շարունակեր։ Նա պետք է գոյատեր իր երեխաների համար, իր ամուսնու համար, գուցե, միայն գուցե, մի օր նա կգտներ ճանապարհ դուրս այս ծուղակից։ Բայց ինչպես։ Ինչպես կարող էր մի կին, որը դարձել էր գերի իր սեփական հայրենիքում, գտնել ազատություն համակարգում, որը վերահսկում էր ամեն ինչ, նրա բառերը, նրա երգերը, նույնիսկ նրա մտքերը։ Հաջորդ ամիսներին Գոհարը դարձավ խորհրդային Հայաստանի քարոզչական մեքենայի դեմքը։ Նրան ստիպեցին հանդես գալ հանրային միջոցառումներում, որտեղ նա պետք է պատմեր, թե ինչպես է նա երջանիկ իր վերադարձից։ Նրան ստիպեցին գրել նամակներ իր հին ընկերներին Կահիրեում, նկարագրելով հրաշալի կյանքը Երանում, հրավիրելով նրանց նույնպես գալ։ Նրան ստիպեցին տալ հարցազրույցներ Սովետական Հայաստան թերթին, որտեղ յուրաքանչյուր բառ խմբագրվում էր, վերախմբագրվում էր, մինչ այն դառնում էր կատարյալ քարոզչական տեքստ։ Բայց ամենավատը այն էր, որ Գոհարը պետք է դա աներ ժպտելով, պետք է դա աներ համոզիչ կերպով, քանի որ նա գիտեր, որ եթե նա ձախողվեր, եթե նա ցույց տար նույնիսկ փոքրիկ կասկած կամ դժգոհություն, ապա հետանքները կլինեին սարսափելի։ Նա տեսավ, թե ինչ պատահեց այն հարանին, ում տարան այն գիշեր։ Նա լսեց շշուկներ, որ տղամարդուն ուղարկել էին Սիբիր, 10 տարի բանտարկության, նրա ընտանիքը հիմա ապրում էր փողոցում, քանի որ նրանց հանել էին բնակարանից։ Գոհարը գիտեր, որ նույն ճակատագիրը սպասում էր նրան, եթե նա չհնազանդվեր։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նա կանգնում էր բեմի վրա երգում այն սուտ երգերը, յուրաքանչյուր անգամ, երբ նա ժպտում էր կուսակցական ղեկավարներին, ասում էր այն սուտ բառերը, նա զգում էր, թե ինչպես է մի մասը իրենից մեռնում։ Նա դառնում էր ուրվական դերասան, ով խաղում էր դեր, որը նա ատում էր, բայց չէր կարող դադարեցնել։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նա սկսեց նկատել, թե ինչպես են նրա երեխաները փոխվում։ Նրանք սկսեցին խոսել ռուսերեն ավելի լավ, քան հայերեն։ Նրանք սկսեցին կրկնել քարոզչական կարգախոսներ, որոնք սովորում էին դպրոցում։
Նրանք սկսեցին նայել իրենց մորը այլ կերպ, ոչ թե որպես հերոսի, այլ որպես օտարի, ով եկել էր դեկադենտ արելքից։ Գոհարը տեսավ, թե ինչպես է համակարգը գողանում ոչ միայն նրա կյանքը, այլ նրա երեխաների հոգիները, նա չէր կարող անել ոչինչ դրա դեմ։ Մի գիշեր, երբ բոլորը քնած էին, Գոհարը նստեց սկսեց գրել նամակ, ոչ թե իր ընկերներին Կահիրեում, այլ իր ապագա ինքնությանը, այն մարդուն, ով գուցե մի օր կկարդար այս տողերը կհասկանար ճշմարտությունը։ Նա գրեց իր ցավի մասին, իր վախի մասին, իր զայրույթի մասին։ Նա գրեց, թե ինչպես էր նրան խաբել խորհրդային քարոզչությունը, թե ինչպես էր նա դարձել գերի, թե ինչպես էր նա ստիպված խաղալ դեր, որը ոչնչացնում էր նրան ներսից։ Եվ երբ նա ավարտեց, նա թաքցրեց այդ նամակը իր հին սնդուկի հատակի տակ, հույս ունենալով, որ մի օր, երբ այս ամենը կավարտվի, ինչ-որ մեկը կգտնի այն կիմանա ճշմարտությունը։ Բայց արդյոք այդ օրը երբեք կգար։ Արդյոք նա երբեք ազատվեր այս ծուղակից, թե նա դատապարտված էր ապրել այս կեղծ կյանքը մինչ իր վերջը։ Երբ Գոհար Գասպարյանի անձնական բժիշկը, դոկտոր Մանուկյանը, մտավ նրա սենյակը 1948 թվականի հունիսի ամիս առավոտյան, նա տեսավ ինչ-որ բան, որը սառեցրեց նրա արյունը։ Գոհարի ձեռքերը ծածկված էին տարօրինակ բծերով, մանուշակագույն դեղին, որոնք տարածվում էին դեպի բազուկները, կարծես ինչ-որ թույն էր սողում նրա երակներով։ Բժիշկը հանեց իր ակնոցները, մաքրեց դրանք նորից դրեց, հույս ունենալով, որ սա տեսողական խաբկանք է, բայց բծերը դեռ այնտեղ էին։ Նա հարցրեց Գոհարին, երբ են սկսվել այս ախտանշանները, նա պատասխանեց շուրջ 2 շաբաթ առաջ, բայց նա մտածել էր, որ դա պարզապես հոգնածություն է համերգներից։ Դոկտոր Մանուկյանը վերցրեց արյան նմուշ խոստացավ վերադառնալ 3 օրից, արդյունքներով։ Բայց երբ նա հեռացավ սենյակից իջավ փողոց, նա չգնաց դեպի լաբորատորիա, այլ դեպի մի փոքրիկ եկեղեցի, որը դեռ չէր փակվել, այնտեղ ծնկի իջնելով նա աղոթեց, ոչ թե Գոհարի առողջության համար, այլ իր սեփական անվտանգության համար, քանի որ նա գիտեր, թե ինչ էին այդ բծերը նշանակում։ Նա տեսել էր նմանատիպ ախտանշաններ նախկինում, այն մարդկանց մոտ, ովքեր դանդաղ թունավորվում էին, նա գիտեր, որ եթե նա հաղորդեր ճշմարտությունը, ապա նա ինքը կդառնար հաջորդ զոհը։ Բայց եթե նա լռեր, ապա Գոհարը կմեռներ, նրա խիղճը երբեք չէր ների նրան։ Ինչ պետք է աներ բժիշկը, երբ նա գիտեր, որ նրա պացիենտը սպանվում է դանդաղ, բայց ասելը նշանակում էր ստորագրել իր սեփական մահավճիռը։ 3 օր անց դոկտոր Մանուկյանը վերադարձավ, նրա դեմքը ավելի մոխրագույն էր, քան երբևէ։ Նա նստեց Գոհարի արամի հետ, բացեց իր պայուսակը, դողացող ձեռքերով։ Նա հանեց արյան անալիզի արդյունքները դրեց սեղանի վրա, բայց նախքան խոսելը, նա նայեց դեպի դուռը, հետո դեպի պատուհանը, կարծես ստուգելով, թե արդյոք ինչ-որ մեկը լսում է։ Հետո նա շշուկով ասաց. «Ձեր արյան մեջ գտնվել են անսովոր նյութեր։ Ես չեմ կարող ասել ստույգ, թե դրանք ինչ են, քանի որ մեր լաբորատորիան չունի անհրաժեշտ սարքավորումները, բայց ես կասկածում եմ, որ դա կապված է ծանր մետաղների հետ, հնարավոր է թալիում կամ մկնդեղ»։ Արամը ցատկեց ոտքի. «Ինչ։ Ինչպես է դա հնարավոր։ Մենք ապրում ենք նույն սենյակում, ուտում ենք նույն կերակուրը, բայց ես երեխաները առողջ ենք»։ Դոկտորը նայեց Գոհարին, աչքերը լի ողորմությամբ վախով, ասաց. «Դա նշանակում է, որ թունավորումը թիրախավորված է։ Ինչ-որ մեկը տալիս է ձեզ ինչ-որ բան, որը միայն դուք եք օգտագործում կամ սպառում»։ Գոհարը նստած էր անշարժ, փորձելով մտածել, ինչ կարող էր լինել այդ բանը։ Նրա կոսմետիկան, նրա դեղամիջոցները, նրա թեյը, որը նա խմում էր ամեն առավոտ։ Հետո նա հիշեց, 1 ամիս առաջ ՆԿՎԴ մի սպա բերել էր նրան հատուկ վիտամիններ ասելով, որ դրանք կօգնեն նրան պահպանել իր ձայնը համերգների ժամանակ։ Նա սկսել էր ընդունել դրանք ամեն օր, 1 հապ առավոտյան, հենց այդ ժամանակից էր սկսվել նրա առողջության վատթարացումը։ Նա նայեց դեպի Արամը, նրանց աչքերը հանդիպեցին, լի սարսափով, հասկացողությամբ։ Նրանք չէին սպանում նրան արագ, նրանք սպանում էին նրան դանդաղ, այնպես որ դա թվար բնական հիվանդություն, ոչ ոք չկասկածեր։ Դոկտոր Մանուկյանը շարունակեց. «Ես կարող եմ տալ ձեզ դեղամիջոցներ, որոնք կօգնեն մաքրել ձեր օրգանիզմը, բայց դուք պետք է անմիջապես դադարեցնեք ընդունել այն, ինչ էլ որ պատճառ է դարձել այս թունավորմանը»։ Գոհարը գլուխ շարժեց, բայց նրա ներսում մի ձայն աղաղակում էր. «Եթե ես դադարեցնեմ ընդունել այդ հաբերը, նրանք կիմանան, որ ես գիտեմ։ Եվ եթե ես գիտեմ, ապա ես դառնում եմ ավելի մեծ վտանգ, նրանք կգտնեն այլ ճանապարհ»։ Նա նայեց դեպի բժշկին հարցրեց. «Եթե ես շարունակեմ ընդունել այդ հաբերը, որքան ժամանակ ես ունեմ»։ Դոկտորը լռեց երկար, հետո ասաց. «6 ամիս։ Գուցե տարի, եթե ձեր օրգանիզմը ուժեղ է»։
Այդ բառերը կախվեցին օդում, Գոհարը հասկացավ, որ նա ընտրություն ուներ, կամ մեռնել դանդաղ, խաղալով նրանց խաղը, կամ մեռնել արագ, ապստամբելով։ Բայց արդյոք կար երրորդ ճանապարհ, որը կարող էր փրկել նրան նրա ընտանիքը։ Այդ գիշեր Գոհարը չքնեց։ Նա պառկած էր մութում, լսելով Արամի երեխաների շնչառությունը, մտածում էր իր ընտրությունների մասին։ Նա կարող էր գնալ նկվտ պատմել նրանց, որ նա գիտի, թե ինչ են նրանք անում, բայց դա ծիծաղելի էր, նրանք հենց իրենք էին, ովքեր թունավորում էին նրան։ Նա կարող էր փորձել փախչել, բայց ինչպես կարող էր մի կին 3 երեխաներով փախչել Խորհրդային Միությունից, երբ սահմանները փակ էին, յուրաքանչյուր քայլը վերահսկվում էր։ Նա կարող էր գնալ հանրությանը, պատմել ճշմարտությունը, բայց ով էր հավատալու նրան, օտարերկրյա կնոջը, ընդդեմ ամբողջ պետական մեքենայի։ Յուրաքանչյուր տարբերակ էր փակ, յուրաքանչյուր դուռ էր կողպված, Գոհարը զգում էր, թե ինչպես է ծուղակը սեղմվում ավելի ու ավելի ամուր։ Բայց հետո նա հիշեց մի բան մի հին ընկերուհի Կահիրեից, ով աշխատում էր ֆրանսիական դեսպանատանը, ով մի անգամ ասել էր նրան, եթե երբե անհրաժեշտություն ունենաս, գրիր ինձ։ Մենք ունենք ճանապարհներ, որոնք կարող են օգնել մարդկանց։ Այդ ժամանակ Գոհարը ծիծաղել էր, մտածել էր, որ նա երբեք չէր ունենալու այդպիսի անհրաժեշտություն, բայց այժմ այդ բառերը թվում էին նրա միակ հույսը։ Նա ելավ անկողնուց, գտավ թուղթ գրիչ, սկսեց գրել նամակ, ոչ թե հայերենով կամ ռուսերենով, այլ ֆրանսերենով, լեզվով, որը նա սովորել էր Կահիրեում, որը, նա հույս ուներ, ՆԿՎԴ-ի ցենզորները չէին հասկանա։ Նա գրեց կարճ, կոդավորված հաղորդագրություն, ծաղիկները, որոնք դուք ինձ տվեցիք, հիվանդ են։ Ես կարիք ունեմ նոր հողի։ Դա էր նրանց հին կոդը, ծաղիկները նշանակում էր կյանք, հիվանդ նշանակում էր վտանգ, նոր հողը նշանակում էր փախուստ։ Նա ծալեց նամակը, դրեց ծրարի մեջ, գրեց հասցեն։ Բայց ինչպես ուղարկել այն։ Եթե նա տար փոստ, այն անպայման կբացվեր, կստուգվեր։ Նա պետք է գտներ ինչ-որ մեկին, ում նա կարող էր վստահել, ինչ-որ մեկին, ով կարող էր հասցնել այդ նամակը դեսպանատուն առանց ՆԿՎԴ-ի իմանալու։ Եվ հետո նա հիշեց դոկտոր Մանուկյանը։ Նա ռիսկել էր իր կյանքը, պատմելով նրան ճշմարտությունը։ Գուցե նա կռիսկեր նորից։ Առավոտյան Գոհարը կանչեց բժշկին, երբ նրանք մնացին առանձին, նա տվեց նրան ծրարը, շշուկով ասաց, խնդրում եմ։ Սա իմ միակ հույսն է։ Դոկտորը նայեց ծրարին, հետո Գոհարին, նրա աչքերում նա տեսավ պայքար, վախի խղճի միջ։ Վերջապես նա վերցրեց ծրարը, թաքցրեց իր պայուսակի մեջ, ասաց, ես կփորձեմ։ Բայց եթե նրանք բռնեն ինձ, ես չեմ կարող պաշտպանել ձեզ։ Գոհարը գլուխ շարժեց, ես գիտեմ։ Եվ ես երբեք չեմ մոռանա ձեր քաջությունը։ Բժիշկը հեռացավ, Գոհարը մնաց սպասելու պատասխանի, սպասելու հույսի, սպասելու հրաշքի, որը նա գիտեր, գուցե երբեք չգար։ 2 շաբաթ անց, երբ Գոհարը արդեն սկսել էր կորցնել հույսը, պատահեց ինչ-որ բան անսպասելի։ Նրան կանչեցին Երանի օպերայի թատրոն, հատուկ հանդիպման համար, երբ նա մտավ տնօրենի գրասենյակը, նա տեսավ ոչ թե սովորական կուսակցականներին, այլ մի տղամարդու նրբագեղ կոստյումով, ով խոսում էր ֆրանսերեն ակցենտով։ Նա ներկայացավ որպես պարոն Դյուբուա, ֆրանսիական մշակութային կենտրոնի ներկայացուցիչ, ասաց, որ նա եկել է քննարկելու հնարավոր մշակութային փոխանակման ծրագիր Ֆրանսիայի խորհրդային Հայաստանի միջ։ Բայց երբ նա նայեց Գոհարին, նրա աչքերում էր մի հաղորդագրություն, որը միայն նա կարող էր հասկանալ։ Հանդիպումը տևեց 1 ժամ, ամբողջ այդ ժամանակ նրանք խոսեցին մշակույթի, արվեստի, համագործակցության մասին, բայց Գոհարը գիտեր, որ սա ծածկոց էր։ Երբ հանդիպումը ավարտվեց, պարոն Դյուբուան մոտեցավ Գոհարին, ձեռք սեղմելիս, նա զգաց, թե ինչպես է նա դնում նրա ափում մի փոքրիկ ծալված թուղթ։ Նա չնայեց դրան անմիջապես, այլ սպասեց, մինչ վերադարձավ տուն։ Երբ նա բացեց թուղթը, այնտեղ գրված էր միայն մեկ տող, ֆրանսերենով, ծաղիկները կփոխադրվեն հոկտեմբերին։ Եղեք պատրաստ։ Գոհարի սիրտը սկսեց զարկել այնքան ուժգնորեն, որ նա մտածեց, այն կպայթի։ Դա նշանակում էր, որ նրա նամակը հասել էր, որ նրա ընկերուհին ստացել էր այն, որ ինչ-որ մեկը պլանավորում էր օգնել նրան փախչել։ Բայց ինչպես։ Ինչպես կարող էին նրանք հանել նրան նրա ընտանիքին Խորհրդային Միությունից, երբ սահմանները փակ էին, երբ յուրաքանչյուր քայլը վերահսկվում էր, երբ ՆԿՎԴ-ն ուներ աչքեր ամենուր։ Եվ ամենակարևորը, արդյոք նա կարող էր վստահել այս անծանոթ մարդկանց, թե սա էր մեկ այլ ծուղակ, ավելի խորը, ավելի մահացու։ Գոհարը նստեց, փորձեց մտածել ռացիոնալ, բայց նրա մտքերը խառնաշփոթ էին։ Նա նայեց դեպի իր երեխաներին, ովքեր խաղում էին անկյունում, անգիտակից այն վտանգի մասին, որը շրջապատում էր նրանց, նա հասկացավ, որ նա ընտրություն չուներ։
Նա պետք է վստահեր, նա պետք է հավատար, նա պետք է ռիսկեր, քանի որ այլընտրանքը էր դանդաղ մահ այս սառը, անողորմ բանտում, որը կոչվում էր հայրենիք։ Բայց մինչ հոկտեմբերը դեռ ուներ ժամանակ, այդ ժամանակահատվածում նա պետք է շարունակեր խաղալ իր դերը, շարունակեր ժպտալ, շարունակեր երգել, շարունակեր ընդունել այն մահացու հաբերը, որպեսզի ՆԿՎԴ-ն չկասկածեր, որ նա գիտի։ Ինչպես կարող էր մի կին ապրել, իմանալով, որ յուրաքանչյուր օր կարող էր լինել նրա վերջինը, իմանալով, որ յուրաքանչյուր ժպիտ կարող էր լինել նրա վերջին ժպիտը, իմանալով, որ յուրաքանչյուր երգ կարող էր լինել նրա վերջին երգը։ Եվ արդյոք նա ուներ ուժ դիմանալու մինչ հոկտեմբերը, թե՞ թույնը կսպաներ նրան նախքան փրկությունը հասնելը։ Երբ Գոհար Գասպարյանի փոքրագույն դուստրը 12 տարեկան Արփինեն վերադարձավ դպրոցից հոկտեմբերի սառը երեկոյան, նրա դպրոցական պայուսակում ծնողները գտան մի տետր, որը լի էր նրա ուսուցչի կարմիր նշումներով։ Բայց ամենասարսափելին այն էր, որ վերջին էջում երեխայի անմեղ ձեռագրով գրված էր. «Իմ մայրիկը խոսում է քնի մեջ օտար լեզուներով, ասում է տարօրինակ բառեր»։ Ուսուցիչը ասաց, որ ես պետք է գրեմ այս ամենը, որպեսզի օգնեմ մայրիկիս ավելի լավ քաղաքացի դառնալ։ Գոհարը կարդաց այդ տողերը, զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլվում։ Նրանք այժմ օգտագործում էին նրա սեփական երեխաներին, որպես լրտեսներ, վերածելով նրանց անմեղ սերը մահացու զենքի։ Արամը խլեց տետրը, սկսեց պատռել էջերը, զայրույթից դողալով, բայց Գոհարը կանգնեցրեց նրան։ Ոչ, ասաց նա շատ հանգիստ, շատ սառը։ Եթե մենք ոչնչացնենք սա, նրանք կիմանան, որ մենք գտել ենք այն։ Մենք պետք է թողնենք այն, կարծես մենք ոչինչ չենք նկատել։ Նա նայեց դեպի Արփինեին, ով կանգնած էր անկյունում, աչքերը լի արցունքներով, չհասկանալով, թե ինչու են ծնողները այդքան զայրացած։ Գոհարը հասկացավ, որ համակարգը արդեն սկսել էր գողանալ նրա երեխաների հոգիները, վերածելով նրանց փոքրիկ ռոբոտների, ովքեր չէին տարբերում սերը դավաճանությունից։ Այդ գիշեր, երբ բոլորը քնած էին, Գոհարը նստեց Արամի հետ շշուկով ասաց. «Մենք պետք է հեռանանք։ Ոչ թե հոկտեմբերին, այլ հիմա։ Եթե մենք սպասենք ավելի երկար, մենք կկորցնենք ոչ միայն մեր կյանքները, այլ մեր երեխաներին»։ Բայց ինչպես կարող էին նրանք փախչել առանց այն ֆրանսիացիների օգնության, առանց պլանի, առանց փաստաթղթերի։ Արդյոք սա էր ինքնասպանություն, թե՞ միակ ճանապարհը դեպի ազատություն։ Հաջորդ 3 օրերին Գոհարը Արամը սկսեցին պլանավորել իրենց փախուստը, խոսելով միայն ժեստերով, գրելով նշումներ, որոնք անմիջապես այրում էին։ Նրանք գիտեին, որ նրանց միակ հնարավորությունը Թուրքիայի սահմանն էր, ամենամոտը, բայց նա ամենավտանգավորը, քանի որ այն ծանր պահպանվում էր լիերականներով։ Բայց Արամը հիշեց, որ նրա հին ընկերը մի հովիվ, ով ապրում էր սահմանամերձ գյուղում, մի անգամ պատմել էր նրան հին ճանապարհի մասին, որը օգտագործվում էր ապօրինի արտրի համար։ Գոհարը գիտեր, որ սա էր նրանց միակ հույսը, բայց նա գիտեր, որ եթե նրանք ձախողվեին, եթե նրանց բռնեին, ապա հետանքները կլինեին ավելի վատ, քան մահը։ Նրանց երեխաներին կտանեին որբանոց, որտեղ նրանց կվերապատրաստեին ատելու իրենց ծնողներին, Գոհարի Արամի անունները կդառնային նախազգուշացում բոլոր նրանց համար, ովքեր համարձակվեին երազել ազատության մասին։ Բայց Գոհարը նայեց դեպի իր ձեռքերը, որոնք այժմ ծածկված էին ավելի շատ բծերով, զգաց, թե ինչպես է թույնը սողում դեպի նրա սիրտը, հասկացավ, որ նա այլևս ժամանակ չուներ։ Նա կամ կմեռներ փախուստի ժամանակ, կամ կմեռներ այստեղ, դանդաղ, ցավոտ, անարժան մահով։ Գոհարը ընտրեց առաջինը։ Նրանք որոշեցին հեռանալ հոկտեմբերի 15-րդ գիշերը, երբ լուսինը կլիներ նոր երկինքը մութ։ Նրանք վերցրին միայն ամենաանհրաժեշտը՝ մի փոքր հաց, ջուր, ջերմ հագուստ, Գոհարի հին սնդուկից այն նամակները, որոնք նա գրել էր, հույս ունենալով, որ մի օր դրանք կպատմեին ճշմարտությունը։ Նրանք չասացին ոչ ոքի, ոչ Հարաններին, ոչ բարեկամներին, ոչ նույնիսկ դոկտոր Մանուկյանին, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով գիտեր, էր պոտենցիալ դավաճան։ Հոկտեմբերի 15-րդ գիշերը, ժամը 2-ին, երբ Երանը քնած էր, Գոհարը արթնացրեց իր երեխաներին շշուկով ասաց. «Մենք գնում ենք արկածի։ Դուք պետք է լինեք շատ լուռ, շատ քաջ»։ Երեխաները, դեռ քնած, հագնվեցին, հետեցին իրենց ծնողներին դեպի դուռը։ Նրանք իջան աստիճաններով, յուրաքանչյուր քայլ թվում էր որոտ, յուրաքանչյուր շնչառություն թվում էր որոտ։ Երբ նրանք հասան փողոց, Գոհարը նայեց դեպի ետ, դեպի այն շենքը, որտեղ նրանք ապրել էին վերջին ամիսները, զգաց ոչ թե կարոտ, այլ ազատում։ Նրանք քայլեցին դեպի ավտոկայան, որտեղ Արամը պայմանավորվել էր մի վարորդի հետ, ով գումարի դիմաց համաձայնել էր տանել նրանց դեպի սահմանամերձ գյուղը։ Վարորդը սպասում էր, ծխախոտ ծխելով, երբ նա տեսավ նրանց, նա միայն գլուխ շարժեց, բացեց բեռնատարի հետի դուռը։
Նրանք բարձրացան ներս, բեռնատարը սկսեց շարժվել, դանդաղ, առանց լույսերի, ստվերների միջով։ Ճանապարհորդությունը տևեց 4 ժամ, անցնելով լեռնային ճանապարհներով, որոնք էին նեղ վտանգավոր։ Երեխաները քնած էին Գոհարի գրկում, բայց նա չէր կարող փակել աչքերը։ Նա նայում էր դեպի պատուհանից դուրս, դեպի մութ լեռները, մտածում էր, արդյոք նրանք երբեք կտեսնեին արածակը, թե սա էր նրանց վերջին ճանապարհորդությունը։ Երբ բեռնատարը կանգ առավ, վարորդը շրջվեց, ասաց. «Սա այնքան հեռու, որքան ես կարող եմ գնալ։ Մնացածը ձեր ճանապարհն է»։ Նրանք իջան, Արամը տվեց վարորդին վերջին գումարը, որը նրանք ունեին։ Վարորդը հեռացավ, նրանք մնացին միայնակ, 5 մարդ մութ լեռների մեջ, առանց քարտեզի, առանց պաշարների, միայն հույսով վախով։ Նրանք քայլեցին ամբողջ գիշեր, հետելով Արամի հիշողությանը աստղերին։ Լեռները էին սառը անողորմ, քարերը սուր, երեխաները սկսեցին լալ հոգնածությունից սովից։ Գոհարը կրում էր իր փոքրագույն դստերը, արփին, թե նրա սեփական ոտքերը դողում էին, նրա սիրտը զարկում էր անկանոն ռիթմով։ Թույնը արդեն հասել էր նրա սրտին, նա զգում էր, թե ինչպես է յուրաքանչյուր քայլ դառնում ավելի ծանր, յուրաքանչյուր շնչառություն ավելի դժվար։ Բայց նա չէր կարող կանգ առնել, նա չէր կարող հանձնվել, քանի որ նրա երեխաները կախված էին նրանից։ Երբ արշալույսը սկսեց բացվել, նրանք տեսան սահմանը մի բարձր ցանկապատ, փշալարերով, հեռվում պահակակետ։ Արամը ցույց տվեց նրանց մի նեղ կիրճ, որտեղ, նա ասաց, ցանկապատը ուներ փոքրիկ անցք, օգտագործվող ապօրինի արտրականների կողմից։ Նրանք սողացին դեպի այդ կիրճը, փորձելով չարձակել ձայն, չկոտրել ճյուղ։ Երբ նրանք հասան ցանկապատին, Արամը սկսեց փնտրել այդ անցքը, բայց այն չէր այնտեղ։ Փոխարենը, նա գտավ նոր փշալար, ավելի ամուր, ավելի բարձր։ Ինչ-որ մեկը փակել էր այդ ճանապարհը։ Գոհարը նստեց գետնին, զգալով, թե ինչպես է նրա վերջին հույսը մարում, բայց հետո նա լսեց ձայն, ցածր, զգուշավոր ձայն, որը կանչում էր նրանց անունները։ Նրանք շրջվեցին, տեսան մի տղամարդու, հովվի հագուստով, ով ժեստերով ցույց էր տալիս նրանց հետել իրեն։ Սա էր Արամի հին ընկերը։ Նա տարավ նրանց դեպի մեկ այլ տեղ, որտեղ ցանկապատը ուներ փոքրիկ խոր օջ, բավական մեծ, որպեսզի մի մարդ սողար։ Արագ, շշուկեց նա։ Պահակները փոխվում են 10 րոպեից։ Արամը առաջինը սողաց, հետո երեխաները, վերջապես Գոհարը։ Երբ նա սողում էր փշալարերի տակ, նա զգաց, թե ինչպես են դրանք պատռում նրա հագուստը, քերծում նրա մաշկը, բայց նա չկանգնեցավ։ Երբ նա վերջապես անցավ մյուս կողմը, նա տեսավ իր ընտանիքին, ազատ, Թուրքիայի հողի վրա, առաջին անգամ 2 տարում նա զգաց ինչ-որ բան, որը նմանվում էր հույսի։ Բայց նրանց ճանապարհորդությունը դեռ չէր ավարտվել։ Նրանք պետք է հասնեին մոտակա քաղաքը, գտնեին ֆրանսիական դեսպանատունը, միայն այնտեղ նրանք կլինեին իսկապես ապահով։ Հովիվը ցույց տվեց նրանց ուղղությունը, հեռացավ, առանց սպասելու շնորհակալության։ Նրանք քայլեցին ամբողջ օրը, թաքնվելով ծառերի մեջ, երբ տեսնում էին մարդկանց, խմելով ջուր հոսող գետերից։ Երբ նրանք վերջապես հասան քաղաքը, մի փոքրիկ թուրքական քաղաք սահմանին, արդեն երեկո էր, Գոհարը զգում էր, թե ինչպես է նրա մարմինը հրաժարվում։ Նրա սիրտը զարկում էր այնքան անկանոն, որ նա մտածեց, այն կկանգնի ցանկացած պահի։ Բայց նա տեսավ ֆրանսիական դրոշը, փողոցի վերջում, փոքրիկ շենքի վրա, այդ տեսարանը տվեց նրան վերջին ուժը։ Նրանք մտան դեսպանատուն, պահակը, տեսնելով նրանց վիճակը, արյունոտ, կեղտոտ, սպառված, անմիջապես կանչեց օգնություն։ Գոհարը փորձեց բացատրել, ով են նրանք, բայց նրա ձայնը դողում էր, բառերը խառնվում էին։ Հետո նա զգաց, թե ինչպես է նրա ոտքերը թուլանում, նա ընկավ գետնին։ Վերջին բանը, որ նա տեսավ, նախքան գիտակցությունը կորցնելը, էր Արամի դեմքը, լի արցունքներով, ազատման ժպիտով։ Գոհար Գասպարյանը արթնացավ 3 օր անց Անկարայի հիվանդանոցում, որտեղ ֆրանսիական դեսպանատունը տեղափոխել էր նրան։ Բժիշկները պատմեցին, որ նրա սիրտը գրեթե կանգ էր առել, որ նրա օրգանիզմը լի էր թույնով, որ նա ապրել էր միայն հրաշքով։ Նրանք տվեցին նրան դեղամիջոցներ, որոնք մաքրեցին նրա արյունը, դանդաղ, շատ դանդաղ, Գոհարը սկսեց ուժեր հավաքել։ Արամը երեխաները այցելում էին նրան ամեն օր, յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր նրանց դեմքերը ազատ, ժպտացող, նա զգում էր, որ յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր վախ, յուրաքանչյուր արցունք արժեր այն։ Ֆրանսիական դեսպանատունը տվեց նրանց ապաստանի իրավունք, 2 ամիս անց նրանք մեկնեցին Փարիզ, որտեղ Գոհարի հին ընկերուհին սպասում էր նրանց, բաց բազուկներով։ Փարիզում Գոհարը դանդաղ սկսեց վերականգնվել, ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես։
Նա երբեք այլս չերգեց մեծ բեմերի վրա, քանի որ նրա ձայնը, թե դեռ գեղեցիկ, կորցրել էր իր հին ուժը։ Բայց նա սկսեց դասավանդել երկփոքրիկ դպրոցում, որտեղ նրա աշակերտները սիրում էին նրան ոչ թե նրա անցյալի փառքի համար, այլ նրա ներկայի ջերմության համար։ Նա գրեց իր հուշերը, մանրամասն նկարագրելով մեծ հայրենադարձության իրական դեմքը, այդ գիրքը, թե հրատարակվեց միայն փոքրիկ տպաքանակով, դարձավ փաստաթուղթ ապագա սերունդների համար։ Նրա երեխաները մեծացան Ֆրանսիայում, սովորեցին ֆրանսերեն, բայց երբեք չմոռացան հայերեն, նրանք պատմեցին իրենց երեխաներին այն պատմությունը, թե ինչպես էր նրանց տատիկը փախել դժոխքից։ Բայց ինչ պատահեց այն մարդկանց հետ, ովքեր մնացին երանում։ Դոկտոր Մանուկյանը, ով օգնել էր Գոհարին ուղարկել այդ առաջին նամակը, ձերբակալվեց 2 շաբաթ անց Գոհարի փախուստից։ Նրան մեղադրեցին ու օտարերկրյա գործակալների հետ համագործակցության մեջ դատապարտեցին 15 տարի բանտարկության Սիբիրում։ Նա վերադարձավ միայն 1962 թվականին, կոտրված, հիվանդ, բայց դեռ ապրող։ Նրա վերջին տարիները նա անցկացրեց փոքրիկ բնակարանում երանում, երբ նրան հարցնում էին, արդյոք նա զղջում է իր արարքի համար, նա միշտ պատասխանում էր, ես փրկեցի մի կյանք։ Դա բավական է։ Պետրովսկին, ՆԿՎԴ-ի սպան, ով վերահսկում էր Գոհարի գործը, նույնպես ունեցավ իր ճակատագիրը։ Երբ Ստալինը մահացավ 1953 թվականին, սկսվեցին մաքրումները ՆԿՎԴ-ում, Պետրովսկին մեղադրվեց, գերազանց ջանասիրության մեջ ուղարկվեց Ղազախստան, աշխատելու ուրանի հանքերում։ Նա մահացավ 2 տարի անց, ճառագայթման հետանքով, ոչ ոք չգնաց նրա թաղմանը։ Իսկ այն հազարավոր հայերը, ովքեր վերադարձել էին մեծ հայրենադարձության ժամանակ, ովքեր չկարողացան փախչել, ապրեցին տասնամյակներ լռության վախի մեջ։ Շատերը ձերբակալվեցին, շատերը մահացան բանտերում, շատերը պարզապես անհետացան։ Նրանց պատմությունները երկար ժամանակ թաքնված մնացին, քանի որ Խորհրդային Միությունը երբեք չճանաչեց իր սխալները։ Միայն երբ Խորհրդային Միությունը փլուզվեց 1991 թվականին, այդ պատմությունները սկսեցին դուրս գալ, դանդաղ, ցավոտ, բայց անհրաժեշտ։ Գոհար Գասպարյանը մահացավ Փարիզում 1976 թվականին, 81 տարեկան հասակում, շրջապատված իր երեխաներով, թոռներով։ Նրա վերջին բառերը, ըստ նրա դստեր հիշողության, եղան. «Ես երբեք չզղջացի, որ փախա»։ Ազատությունը ավելի արժեքավոր է, քան ցանկացած բեմ, ցանկացած փառք։ Նրա թաղմանը եկան հարյուրավոր մարդիկ, ոչ միայն հայեր, այլ ֆրանսիացիներ, ովքեր սիրել էին նրան որպես ուսուցչուհի, որպես ընկերուհի, որպես խորհրդանիշ դիմադրության։ Նրա գերեզմանի վրա փորագրված է միայն մեկ նախադասություն՝ նա երգեց ազատության համար։ Բայց նրա իրական ժառանգությունը չէր այդ բառերը, այլ այն հազարավոր մարդիկ, ովքեր կարդացին նրա հուշերը, հասկացան, որ երբեք չպետք է վստահել գեղեցիկ խոստումներին, որոնք թաքցնում են ծուղակներ։ Նրա պատմությունը դարձավ նախազգուշացում ոգեշնչում, նախազգուշացում նրանց համար, ովքեր կարծում են, որ քաղաքական համակարգերը կարող են փրկել նրանց, ոգեշնչում նրանց համար, ովքեր պայքարում են ազատության համար, նույնիսկ երբ ամեն ինչ թվում է անհույս։ Այսօր, երբ մենք նայում ենք Գոհար Գասպարյանի պատմությանը, մենք տեսնում ենք ոչ միայն մի կնոջ ողբերգությունը, այլ ամբողջ սերնդի ողբերգությունը, այն հազարավոր հայերի, ովքեր հավատացին մեծ հայրենադարձության խոստումներին, ովքեր վճարեցին սարսափելի գին իրենց հավատքի համար։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական համակարգերը օգտագործում մարդկանց ազգային զգացմունքները, որպես զենք, թե ինչպես են նրանք վերածում երազանքները ծուղակների, թե ինչպես են նրանք ոչնչացնում կյանքները, պահպանելով իրենց իշխանությունը։ Բայց մենք նա տեսնում ենք ինչ-որ այլ բան, մարդկային ոգու անկոտրում ուժը, մի մորսերը, որը ավելի ուժեղ է, քան ցանկացած բռնություն, մի կնոջ քաջությունը, որը համարձակվեց ասել ոչը համակարգին, որը փորձում էր կոտրել նրան։ Գոհարի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Այն շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը կարդում է նրա հուշերը, յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը պատմում է նրա պատմությունը իր երեխաներին, յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը հիշում է, որ ազատությունը երբեք չի գալիս հեշտությամբ, որ երբեմն ամենամեծ քաջությունը չէ մնալը, այլ հեռանալը։ Բարեկամներ, ինչպես եք դուք վերաբերվում Գոհար Գասպարյանի ընտրությանը։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը խաբեց նրան։ Գեղեցիկ խոստումներով, թե՞ նա հերոսուհի էր, որը համարձակվեց պայքարել իր ազատության համար։ Արդյոք մեծ հայրենադարձությունը իսկապես հնարավորություն էր, թե՞ դա միայն քաղաքական ծուղակ էր, որը ոչնչացրեց հազարավոր անմեղ կյանքեր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում, ձեր ընտանիքում կան նմանատիպ պատմություններ, որոնք երբեք չեն պատմվել։
Սեղմեք հավանուն կոճակը, եթե դուք հավատում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ ասվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ, որոնք փոխեցին պատմությունը, բայց որոնք մոռացվել են ժամանակի կողմից։